Գլուխ 23-րդ Ես արժանի չեմ Աստծո օրհնություններին։ Անապատային մտածելակերպ համար 8 Եվ Տերը Հեսուին ասաց. այսօր վեր առա Եգիպտոսի նախատինքը ձեր վրայից, եւ այն տեղի անունը մինչև այսօր Գաղգաղա կոչեցին, Հեսու 5:9 Աստված ինչ որ բան էր անում իսրայելցիների հետ, նախքան Հեսուն նրանց կառաջնորդեր Հորդանանով անցնելու դեպի խոստմունքի երկիրը, եւ մինչև նրանք պատրաստ կլինեին տիրելու եւ զավթելու իրենց առաջին քաղաքը՝ Երիքովը։ Տերը հրաման տվեց Իսրայելի բոլոր տղամարդկանց թլպատվել, քանի որ դա չէր կատարվել մի ամբողջ 40 տարի, քանի դեռ նրանք թափառում էին անապատում։ Սա նրանցից հնազանդություն էր պահանջում։ Այն նրանց համար պետք է լիներ մի նշան, որ նրանք պետք է ետ դառնային մարմնի գործերից, աշխարհիկ ճանապարհներից եւ որոշում կայացնեին Աստծո համար ապրել նոր ուղու վրա։ Թլպատումից հետո Տերն ասաց Հեսուին, որ այժմ նա վեր է առնում իր ժողովրդից Եգիպտոսի նախատինքը։ Հեսուի գրքի 6-րդ գլխում վերոնշյալից մի քանի խոսք հետո սկսվում է այն պատմությունը, թե ինչպես է Աստված առաջնորդում Իսրայելի որդիներին, հաղթելու եւ նվաճելու Երիքով քաղաքը, ինչու էր նախևառաջ անհրաժեշտ հեռացնել նախատինքը նրանց վրայից։ Ինչ է նախատինքը։ Նախատինքի սահմանումը։ Նախատինք բառը նշանակում է մեղադրանք, խայտառակություն, ամոթ։ Երբ Աստված ասում էր, որ իսրայելցիներից վեր կառնի Եգիպտոսի նախատինքը, նա մի բան էր շեշտադրում. Եգիպտոսը խորհրդանշում է աշխարհը։ Տարիներ շարունակ աշխարհում լինելուց եւ աշխարհիկ դառնալուց հետո բոլորս էլ կարիք ունենք այս աշխարհի նախատինքը մեզնից վեր առնելու։ Իմ կյանքում կատարած եւ ինձ հետ պատահած բաների պատճառով իմ մեջ խորապես արմատացած էր ամոթի զգացումը։ Ինձ հետ կատարված վատ բաների համար ես մեղադրում էի ինձ, թեև դրանց մեծ մասը տեղի է ունեցել իմ մանկության տարիներին, եւ ես չեմ կարողացել դա կանգնեցնել։ Մենք ասում ենք, որ շնորհքն Աստծո զորությունն է, որը մեզ տվել է Աստված որպես պարգև։ Այն օգնում է մեզ հեշտությամբ անելու այն, ինչը չենք կարող անել մեր ուժերով։ Աստված ցանկանում է մեզ տալ շնորհք, իսկ Սատանան ցանկանում է շնորհքից զրկել։ Շնորհքից զուրկ լինելու այդ զգացողությունը ստիպում էր, որպեսզի ինձ վատ մարդ զգամ, ով արժանի չէ Աստծո սիրուն կամ օգնությանը։ Ամոթը բառացիորեն թունավորել էր իմ ներքին մարդուն։ Ես ոչ միայն ամաչում էի այն ամենից, ինչ կատարվել էր ինձ հետ, այլ ամաչում էի նաև ինձնից։ Հոգուս խորքում ես ինձ չէի սիրում։ Աստծո կողմից նախատինքի վերառնումը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է Աստծուց ներում ստանա անցյալի մեղքերի համար։ Դուք պետք է գիտակցեք, որ երբեք չեք կարողանա արժանանալ Աստծո օրհնություններին։ Դուք միայն կարող եք խոնարհաբար ընդունել դրանք եւ երախտապարտ լինել, հիանալով նրա մեծ բարությամբ ու անսահման սիրով։ Դուք կշարունակեք մնալ ու թափառել անապատում, եթե չհասկանաք Հիսուսի արյան միջոցով արդարություն ձեռք բերելու սկզբունքը եւ չազատվեք ինքնատելության, ինքնամերժման, Աստծո ներումը չընդունելու, ինքներդ ձեզ չներելու խնդիրներից։ Ձեր միտքը պետք է նորոգվի Հիսուսի շնորհիվ Աստծո հետ քայլելու միջոցով։ Տարիներ շարունակ գտնվելով ծառայության մեջ, ես համոզված եմ եղել, որ մեր խնդիրների 85%-ն առաջանում է մեր իսկ նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի պատճառով։ Յուրաքանչյուր ոք, ում գիտեք, որ քայլում է հաղթանակի մեջ, նա անշուշտ քայլում է նաև արդարության մեջ։ Ես գիտեմ, որ արժանի չեմ Աստծո օրհնություններին, բայց ես ընդունում եմ դրանք, որովհետև ես Քրիստոսի ժառանգակիցն եմ։ Այս մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 8:17-ում։ Հիսուսը վաստակեց այդ օրհնությունները, իսկ ես դրանք ձեռք եմ բերում նրան հավատալու միջոցով։ Ժառանգ թե մշակ։ Ուրեմն այլևս ստրուկ չես, կապյալ ծառա, այլ որդի, եւ եթե որդի, ուրեմն նշանակում է, որ դու ժառանգ ես Աստծո օգնությամբ, Քրիստոսի միջոցով։ Գաղատացիների 4:7 Amplified թարգմանությունից։ Ով եք դուք, որդի թե ստրուկ, ժառանգ թե կապյալ ծառա։ Ժառանգը նա է, ով ինչ որ բան է ստանում ոչ ըստ իր արժանիքի, այլ երբ գույքը մեկից փոխանցվում է մեկ ուրիշին, ըստ առաջինի ցանկության։ Ծառան կամ մշակը ըստ Աստվածաշնչի նա է, ով տանջվում է փորձելով հետևել օրենքին։ Վերջինս իր իմաստի մեջ ներառում է ծանր աշխատանք եւ անհանգստություն։ Տարիներ շարունակ ես թափառել եմ անապատում, որպես մշակ, փորձելով իմ քրտնաջան աշխատանքով արժանանալ այն լավին, որն Աստված ցանկանում է ինձ տալ իր շնորհքի միջոցով, եւ այն էլ առանց ինչ որ բանի։ Պատճառն իմ սխալ մտածելակերպն էր։ Նախ ես մտածում էի, որ ամեն ինչը հարկավոր է վաստակել կամ ամեն ինչին հարկավոր է արժանանալ։ Ոչ ոք ոչինչ հենց այնպես չի անի ձեզ համար։
Տարիներ շարունակ առաջնորդվում էի այս սկզբունքով։ Ես մեծանում էի շատ անգամներ լսելով այդ արտահայտությունը։ Ինձ ասում էին, որ յուրաքանչյուր անձնավորություն, ով ցանկանում է ինչ-որ մի լավ բան անել ինձ համար, պարզապես ստում է, եւ որ դա վերջում կավարտվի ինձ շահագործելով։ Աշխարհիկ փորձառությունը մեզ սովորեցնում է, որ ինչ-որ բան ստանալու համար մենք պետք է նախ արժանանանք դրան։ Մեզ ասում էին, որ եթե ցանկանում ենք ընկերներ ունենալ, ապա նրանց միշտ պետք է զվարճացնել, հակառակ դեպքում նրանք մի օր կլքեն մեզ։ Եթե ցանկանում ենք պաշտոնի բարձրացում աշխատավայրում, ապա պետք է ճանաչել ճիշտ մարդկանց, ճակերտավոր ասած, լավ նայել նրանց եւ միգուցե մի օր մեզ էլ հնարավորություն ընձեռվի առաջ անցնել։ Ժամանակի ընթացքում մենք հոգնում ենք աշխարհից եւ դրա բոլոր մեթոդներից։ Նախատինքը ծանր բեռի նման ընկնում է մեզ վրա եւ մենք սկսում ենք զգալ դրանից ազատվելու կարիքը։ Ինչ կարծիք ունեք ձեր մասին։ Եվ այնտեղ տեսանք հսկաներին, Ենակի որդիներին, որ հսկաներից են, այնպես որ մենք մեր աչքին մորեխի պես էինք եւ այնպես էինք նաեւ նրանց աչքին։ Թվոց 13:34։ Իսրայելցիներն այդ նախատինքը կրում էին իրենց վրա։ Այս խոսքը հստակ ցույց է տալիս, թե որքան բացասական էր նրանց կարծիքն իրենց մասին։ Նախքան Իսրայելի ժողովրդի Հորդանան գետից անցնելը, Խոստմունքի երկիր հետախուզության գնացած 12 լրտեսներից 10-ը վերադառնալով ասացին, որ այդ երկրում բնակվում են հսկաներ, ովքեր իրենց վրա նայում են որպես մորեխների, եւ հսկաների համեմատ իրենք էլ են իրենց աչքերում այդպես երևում։ Սա պարզորոշ ցույց է տալիս մեզ, թե ինչպես էին այս մարդիկ մտածում իրենց մասին։ Խնդրում եմ իմացեք, որ Սատանան ձեր միտքը կլցնի, եթե թույլ տաք նրան ձեր մասին ցանկացած տեսակի բացասական մտքերով։ Նախ, նա սկսում է ամրություններ կառուցել ձեր մտքում, որոնցից շատերը բացասական մտքեր են ձեր մասին եւ թե ինչպես են ուրիշները վերաբերվում ձեզ։ Նա միշտ այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որոնցում դուք ձեզ սկսում եք մերժված զգալ, որպեսզի ամեն անգամ, երբ փորձեք առաջ գնալ եւ դեպքերը փոխել դեպի լավը, նա կարողանա կրկին հիշեցնել ձեզ ձեր ցավի մասին։ Անհաջողության եւ մերժվածության վախը շատ մարդկանց պահում է անապատում։ Տարիներ շարունակ Եգիպտոսում ստրուկ լինելը եւ վատ վերաբերմունքի արժանանալը իսրայելցիների վրա նախատինք էր բերել։ Հետաքրքիր է նշել, որ Մովսեսի գլխավորությամբ Եգիպտոսից դուրս եկած սերնդից գրեթե ոչ ոք չմտավ խոստմունքի երկիր։ Երկիրը ժառանգեցին նրանց զավակները։ Սակայն, ինչպես Աստված էր ասել, երեխաներից նույնպես անհրաժեշտ էր հեռացնել այդ նախատինքն ու ամոթը։ Նրանցից շատերը ծնվել էին անապատում, նրանց ծնողների Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Ինչպես կարող էին նրանք իրենց վրա ունենալ Եգիպտոսի նախատինքը, եթե նույնիսկ Եգիպտոսում չէին ապրել։ Ծնողներից շատ բան է անցնում երեխաներին։ Վերաբերմունքը, մտքերն ու վարքագծերը կարող են փոխանցվել ժառանգաբար։ Դուք կարող եք ժառանգել ձեր ծնողների սխալ մտածելակերպը։ Որևէ բանի մասին ձեր ունեցած կարծիքն ինչ-որ կերպ փոխանցվել է ձեզ, իսկ դուք երբևէ չեք էլ մտածել, թե ինչու եք այդ կարծիքին։ Իր մասին ցածր կարծիք ունեցող ծնողի այն մտածելակերպը, որ ինքն անարժան է Աստծո սիրուն եւ օրհնություններին, հաճախ կարող է փոխանցվել նրա երեխաներին։ Ու թեև ես այս մասին արդեն խոսել եմ, ցանկանում եմ մեկ անգամ եւս կրկնել, քանի որ այն շատ կարեւոր է։ Դուք պետք է իմանաք, թե ինչ է կատարվում ձեր ուղեղում, ինչպիսին է ձեր կարծիքը ձեր մասին։ Աստված կամենում է ձեզ ողորմություն շնորհել ձեր պարտությունների համար, եթե դուք կամենաք ներել ձեզ ձեր ունեցած պարտությունների համար։ Եվ եթե դուք ցանկանաք ընդունել նրա ներումը։ Նա պարգևատրում է ոչ թե կատարյալին, ով չունի ոչ թերություն եւ ոչ էլ սխալ, այլ նրանց, ովքեր հավատում ու վստահում են իրեն։ Աստծո հանդեպ ունեցած ձեր հավատքը հաճելի է նրան։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հաստատ հավատա, թե նա կա, եւ թե իրեն լրջորեն եւ ջանասիրաբար փնտրողներին վարձահատույց կլինի։ Եբրայեցիների 11:6 Amplified թարգմանությունից։ Կխնդրեի նկատել, որ առանց հավատքի դուք չեք կարող գոհացնել Աստծուն։ Այդ պատճառով էլ նշանակություն չունի, թե որքան բարի գործեր եք կատարել։ Եթե դուք դրանք գործել եք նրա բարեհաճությունը վաստակելու համար, ապա դա չի հաճեցնի նրան։ Աստծո համար ցանկացած բան անելիս մեր շարժիչ ուժը պետք է լինի նրա հանդեպ ունեցած մեր սերը, եւ ոչ թե այն, թե ինչ կարող ենք ստանալ նրանից։ Այս խոսքում ասվում է, որ Աստված վարձահատույց է լինում իրեն ջանասիրաբար փնտրողներին։ Ես այնքան երջանիկ էի, երբ վերջապես հասկացա սա։ Ես գիտեմ, որ շատ սխալներ եմ թույլ տվել անցյալում, բայց նաև գիտեի, որ այժմ ես ողջ սրտով ձգտում էի Աստծուն։
իսկ դա նշանակում է, որ դա որակավորում էր վարձք ստանալու իմ իրավունքը։ Ես վաղուց արդեն որոշել եմ, որ կստանամ այն բոլոր օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է տալ ինձ։ Աստված կամեցավ իսրայելցիներին տանել խոստմունքի երկիր եւ նրանց օրհնել այնպիսի օրհնություններով, որ չէին էլ կարող պատկերացնել, բայց նախևառաջ նա պետք է ազատեր նրանց իրենց նախատինքից։ Նրանք Աստծուց ոչինչ չէին կարողանա ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում էին ամոթի, մեղավորության եւ խայտառակության զգացողության բեռի տակ։ Նախատինքից վեր։ Ինչպես որ նրա սիրո մեջ նա ընտրեց մեզ ըստ էության, ընտրեց մեզ որպես իր սեփականների Քրիստոսի մեջ, աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք լինենք սուրբ, նրա համարոցված եւ առանձնացված, եւ առանց նրա կողմից մեղադրանքի, նույնիսկ նախատինքից վեր ու սիրո մեջ նրա առջև կանգնած։ Եփեսացիների 1:4 Amplified թարգմանությունից։ Սա հրաշալի խոսք է։ Սրանով Աստված ցանկանում է ասել, որ մենք պատկանում ենք իրեն եւ ուզում է, որ հասկանանք, որ նա սիրում է մեզ, որ մենք յուրահատուկ ենք, թանկ ենք նրա համար եւ ուզում է, որ մենք լինենք սուրբ, անարատ եւ վեր ամեն նախատինքից։ Մենք պետք է անենք ամեն ինչ սուրբ կյանքով ապրելու համար, բայց փառք Աստծուն, որ երբ մենք սխալներ ենք թույլ տալիս, կարող ենք ներում ստանալ, վերականգնվել սրբության ու անարատության մեջ եւ վեր բարձրանալ նախատինքից, ու այս ամենը իհարկե նրա շնորհիվ։ Առանց նախատինքի կամ սխալներ փնտրելու։ Եթե ձեզնից մեկը իմաստության պակաս ունի, թող նա խնդրի Աստծուց, ով տալիս է բոլորին առատորեն եւ առանց նախատինքի, առանց կշտամբանքի եւ սխալներ փնտրելու, եւ դա կտրվի իրեն։ Հակոբոսի 1:5 Amplified թարգմանությունից։ Եվս մեկ հիանալի խոսք, որը մեզ սովորեցնում է Աստծուց օրհնություն ստանալ առանց նախատինքի։ Հակոբոսն ակնհայտորեն սույն ուղերձը հղում է այն մարդկանց, ովքեր տարբեր փորձություններ են ունեցել, եւ այժմ ասում է նրանց, որ եթե նրանք իմաստության կարիք ունեն իրենց իրավիճակների համար, ապա պետք է խնդրեն Աստծուց։ Նա վստահեցնում է, որ Աստված չի նախատի եւ սխալներ չի որոնի նրանց մեջ, այլ պարզապես կօգնի նրանց։ Ձեզ երբեք չի հաջողվի անապատից դուրս գալ առանց Աստծո օգնության, բայց եթե դուք ձեր մասին բացասական կարծիք ունեք, ապա նույնիսկ եթե նա կամենա ձեզ օգնություն ցուցաբերել, դուք այն չեք կարողանա ընդունել։ Եթե դուք ցանկանում եք ապրել հաղթական, հզոր եւ դրական կյանքով, դուք չեք կարող բացասական մտքեր ունենալ ձեր մասին։ Մի նայեք միայն դեպի ճանապարհի այն հատվածը, որը դեռ պետք է անցնեք, այլ նաեւ ետ նայեք ու տեսեք, թե որքանն եք արդեն անցել։ Մտածեք ձեր առաջընթացի մասին եւ հիշեք Փիլիպեցիների 1:6-ը։ Եվ համոզված եմ ու վստահ սրանում, թե նա, ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի նաեւ մինչեւ Հիսուս Քրիստոսի օրը, ընդհուպ մինչև նրա վերադարձի ժամանակը, զարգացնելով այդ բարի գործը եւ կատարելագործելով ու ավարտին հասցնելով ձեզանում։ Amplified թարգմանությունից։ Մտածեք եւ ձեր մասին արտահայտվեք միայն դրական խոսքերով։ Ի գիտություն, թեպետ այս գիրքը գրվել է տարիներ առաջ, ես առավել համոզված եմ, քան երբևէ, որ մեր իսկ նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքն իր ազդեցությունն է թողնում մեր կյանքի ամեն մի բնագավառի վրա։ Ես միանշանակ կոչ եմ անում ձեզ խաղաղության դաշինք կնքել ինքներդ ձեզ հետ։ Միգուցե ձեզ դուր չի գալիս այն ամենը, ինչ անում եք, բայց դուք կարող եք եւ պարտավոր եք սիրել ձեզ։ Ես վերջապես որոշեցի, որ եթե Հիսուսն ինձ մահու չափ սիրեց, ապա ամենակիչը, որ ես կարող եմ անել, ինձ սիրելն է։ Ինչու ձեզ մի լավ չգրկեք հենց հիմա եւ չասեք բարձրաձայն. հանուն Հիսուսի կատարած զոհի ես սիրում եւ ընդունում եմ ինձ։ Նա ինձ նոր էություն է տվել եւ հիմա ես պատրաստ եմ ապրել այն նոր կյանքով, որով նա ցանկանում է, որ ապրեմ։